Պաշտպան Աստղաբան Արամ Բարտևանյանի միջնորդությունը արժե պատգամավորի կարգավիճակ ձեռքբերելու հիմքով մեղադրել Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ կիրառվածքային կալանքը վերացնելու, ինչպես նաև որպես խափան միջոց կիրառված գրավ 25 կիլոգրամի չափով խափան միջոցը կամ վերացնելու կամ նվազեցնելու, լսելով վարորդի մասնակիցների կարծիքը դատանը հանգեց հետևյալին։ Նախ դատանը արձանագրում է հետևյալը, որ դատանի վարորդում է գտնում քրեական վարորդը ըստ մեղադրանքի Արթուր Լավրենտի Սարգսյանի և մյուս մեղադրյալների թվով ևս 17 անձի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի առաջին մասով, 43-419 հոդվածի առաջին մասով։ Սույն քրեական վարորդը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ 2026 թվականի մայիսի 21-ին դատանի որոշմամբ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ որպես խափան միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել էր 2 ամիս ժամկետով մինչև 2026 թվականի օգոստոսի 8-ը անփոփոխ թողնելով համակցված կիրառված գրավը 20 միլիոն դրամի չափով 25 միլիոն դրամ դատանը չիմանը դա բարիպակ է ընդունում ենք դատանը արձանագրում է նաև հետևյալը դատանը նաև ուսումնասիրեց պաշտպանի կողմից միջնորդությամբ մեջ բերված Հայ վճռաբեկ դատանի 2024 թվականի մայիսի 14-ի ՍԴ 00660121 որոշումը, ինչպես նաև սահմանադրական դատանի ՍԴ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՕ 1619 որոշումները դատանը արձանագրում է հետևյալը, որ Արթուր Լավրենտի Սարգսյանը 2026 թվականի հուլիսի 21-ին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորի կարգավիճակ և Արթուր Սարգսյանը դատանը նաև արձանագրում է, որ պատգամավոր է եղել նախորդ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր է եղել, որը գործում է, այսինքն անընդհատության սկզբունքով գործում է մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը, այսինքն անընդհատությունը չի խախտվել։ 2025 թվականին գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա ազգային ժողովը զրկել է Սարգսյանին, Արթուր Լավրենտի Սարգսյանին պատգամավորի անձեռնամխելիությունից և սահմանադրության 90 հոդվածի առաջին մասի համաձայն ազգային ժողովը, ինչպես որ գիտեք, ընտրում է 5 տարի ժամկետով, երկրորդ մասը սահմանում է, որ հերթական ընտրությունների դեպքում նորընտրիր ազգային ժողովի լիազորությունները սկսվում են նախորդ գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը, նիստերի ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմամբ։ Դատանը ուրեմն նաև արձանագրում է, որ 90 հոդվածի երկրորդ մասը գործում է ազգային ժողովի որոշակի սկզբունքով, նորընտրիր ազգային ժողովը սկսում է իր գործունեությունը, ունի լիազորությունների դադարեցման օր, որը տվյալ դեպքում Արթուր Սարգսյանը ըստ էության դադարելու ունենալ չի կարող, ազգային ժողովի կարգավիճակ նա ունեցել է և ունի մինչև 8-րդ գումարման ազգային ժողովի մասին է, մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը, հետևաբար սահմանադրական օրենքի և կարգավիճակների համաձայն
Արթուր Սարգսյանի հանրային քրեական հետապնդումը իրականացնելու նրա նկատմամբ ազատության հետ կապված խափանմիջոց կրելու անձնախլությունը նախկինում հաղթահարված է եւ կրկին դրա անհրաժեշտությունը ոչ թե անհրաժեշտությունը, այլ կրկին հաղթահարելու այդպիսի անհրաժեշտություն արկա չէ եւ այն հիմքով, որը որ պաշտպան Վարդևանյան դուք նշում եք, որ հուլիսի 21-ին ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ եւ այդ հիմքով պետք է խափանմիջոցը իրարված տնային կալանքը վերացվի, դատարանի կողմից ընդունելի չէ, դատարանը նաեւ մեջբերում չկատարեմ, նաեւ ինքներդ ձեր ձեռքի տակ կուննակ 2024 թվականի մայիսի 14-ի ազգային Հայաստանի Հանրապետության վճարաբեկ դատարանի իմ կողմից նախորդիվ հիշատակված ՍԴ 0066-01-21 որոշումը նախադեպային, որը որ կայացել էր կոնկրետ Մխիթար Սեյրանի Զաքարյանի մասով, դա նույնական չէ եւ վերաբերելի չի սույն դեպքին, քանի որ տվյալ անձը նախկինում պատգամավոր չի եղել ի տարբերություն Արթուր Սարգսյանի, որը այս պայդրությամբ համարվում է պատգամավոր, դա 9-րդ դստաշրջանի պատգամավոր է արդեն հուլիսի 21-ի դրությամբ եւ նաեւ դատարանի կողմից մեջբերված ՍԴՕ 16-19 21 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումն էլ չէր վերաբերում նման նույնական հանգամանքներ չեն, այնտեղ վերաբերում էր այն անձի, որը որ նոր պատգամավորի կարգավիճակ էր ստանձնում։ Այսինքն Արթուր Սարգսյանը այսօրվա դրությամբ դեռևս 8-րդ ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանից համարվում է եւ շարունակում է իր լիազորությունները 1 վայրկյան դեռևս ես ձեզ չեմ ընդհատել պատգամավոր է, պատգամավորն նա ընդամենը զրկվել էր, չէ՞, իր որոշակի իրավունքներից եւ դատարանի կողմից անընդունելի է, այսինքն դատարանը հիմնավոր չի համարում ձեր այդ պատճառաբանությունը, որ սույն հիմքով, այսինքն 2026 թվականի հուլիսի 21-ի դրությամբ, այսինքն պատգամավոր դառնալու հիմքով վերջինս ենթակա է տնային կալանքից ազատման։ Այս հիմքը դուք կարող եք հետագայում բնականաբար, քանի որ օգոստոսի 8-ին է լրանում Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը, ես ձեզ չեմ ընդհատել, ես չեմ ավարտել ես։ Ես չեմ ընդհատել, շարունակում եմ դեռ։ Ավարտեմ, բնականաբար արտահայտվելու իրավունք ունենաք։ Արթուր Սարգսյանը, նորից եմ կրկնում, այն հիմքով, որ դուք նշել եք, ձեր միջնորդությունը ենթակա մերժման, դուք այդ որոշումը, միջնորդությունը կարող եք նմանատիպ կամ այլ տիպի միջնորդություն, այդ նույն հիմքով, հիմքը նշելով, մեջբերելով կարող եք անել, երբ որ Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգելու, փոփոխելու կամ խափան միջոցը ընդհանրապես վերացնելու այդ հարցը քննարկվի, ես նորից եմ կրկնում, այն օգոստոսի 8-ին է ավարտվում, դատարանի պատճառաբանությունները այս կամ այն մանրակրկիտ դուք որոշմանը կծանոթանաք դատարանակ ուղարկի ձեզ, որոշումն էլ դուք կարող եք ստանալու պայս 10-օրյա ժամկետում բողոքարկել վերաքննիչ քրեական դատարանը, պատասխանելով ձեր հարցին, այդմ է, որ Արթուր Սարգսյանին տարբեր խնդիրների հետ կապված եւ առողջական եւ այլ խնդիրների հետ կապված դատարանը թույլատրել էր, որպեսզի հստակ ժամկետով խափան միջոց տնային կալանքի պայմանները չփոփոխվեն ժամանակով։ Նույնը վերաբերում է նաեւ օգոստոսի 2-ի ազգային ժողովի։ Արթուր Սարգսյանը բնականաբար ձեր միջնորդության դեպքում կամ եւ դատարանի թույլտվությամբ կմասնակցի այդ ազգային ժողովին, բնականաբար ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակցի ուղեկցությամբ։ Սա պատասխան լրություն, դալիճում։
Սա ձեր հարցի պատասխանն է, որոշումը դատարանը հրապարակեց եւ ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել վարքի մասնակիցների այն հանգամանքի վրա, որ խոսքը վերաբերվում էր այն անձին, որ նոր պատգամավորի կարգավիճակ է ստացել, նորից եմ կրկնում Արթուր Սարգսյանը ունի պատգամավորի կարգավիճակ եւ շարունակաբար, այո, օգոստոսի 2-ից էլ ընթանում է նրա պատգամավորի կարգավիճակը, այդպես ասենք արդեն 9-րդ